Երեկ երեկոյան Խորենասի փողոցը Կարմիր բերետավորներից մեկի խոսքերով վտանգավոր էր առողջության համար։ Փողոցը ժողովրդից պաշտպանում էին հրեշտակները, քաղաքացիները Խորենացիում ողբի փոխարեն խոսում էին իրավունքներից։ Իրանք ոչ մի իրավական հիմքեր չունեն ինձ տանել։ Քաղաքացիները Խորենասի փողոցի անձեռնմխելիությունն ընդունեցին ի գիտություն կհավաքվեն Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը լցվում է նոր դերակատարներով հանուն իրենց նոր հերոսների։ Պարուր Հայրիկյանից ազատվածները պահանջում են երթ դեպի պատմահոր հրապարակ։ Երթը սկսվում է միացում կոչերի ներքո։ Ոստիկանը դարձել է հրոսակ։ Իսկ խաղաղ Խորենացիում հանկարծ աշխուժանում են սաղավարտավոր ոստիկանները, նոր ուժեր են բերվում ավտոբուսներով։ Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն իրենց զգոնությունը բացատրում է առանց բառերի։ Եվս մի քանի ակնթարթ եւ Խորենացի փողոցը լցվում է Ազատության հրապարակի ըմբոստ երիտասարդներով։ Տեղ հասնելուն պես երիտասարդները ներկայացնում են պահանջները Սերժ Սարգսյանի հրաժարական, վերջին օրերին բոլոր բերման ենթարկվածների եւ ձերբակալվածների ազատ արձակում, ինչպես նաեւ վստահության կառավարության ձևավորում։ Այնուհետև երիտասարդների մի մասը նստում է փողոցի ասֆալտին եւ սպասում, ըստ պահանջներից մեկի Սերժ Սարգսյանը պետք է գա Խորենացի փողոց։ Ոստիկանության գնդապետը նրանց ասելու բան ունի։ Այս պահի դրությամբ նշված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել, բացառությամբ մի քանի հոգու, որոնք քրեական գործի շրջանակներում ներկայ ցուցմունքներ են տալիս քննչական ծառայությունում եւ ցուցմունքները ավարտելուց անմիջապես հետո ազատ կարձակվեն։ Այնուհետև ցուցարարներից յուրաքանչյուրն ասում է իր սրտի խոսքը։ Չպետք է մնաք տանը։ Որոշ ժամանակ հետո ոչ ոք այլևս իր դիմացինին չի հասկանում։ Մեռնեմ քեզ, ոնց որ չենք հարգում իրար խոսում ենք։ Այս ձեղումներից որոշ ժամանակ հետո երիտասարդները ցրվում են այսօր այստեղ հանդիպելու հույսով։